Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ, որը կապվում է տարածաշրջանում խաղաղության գործընթացի հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի խոսքով առաջիկայում սպասվում են կարևոր իրադարձություններ, որոնք կապված են TRIP նախագծի գործարկման հետ։ Նրա գնահատմամբ այս նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանին վերջնականապես դուրս գալ շրջափակման վիճակից։ Վարչապետը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ արտահանման մեջ երկաթուղին դեռևս լայնորեն չի օգտագործվում։ Նրա խոսքով դրա հիմնական պատճառը տարիների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերն են։ 2025-ին 2024-ի համեմատ Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88%, իսկ ուղղակի ներդրումները 3.6 անգամ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրների եռյակում են Միացյալ Նահանգները, Լյուքսեմբուրգը եւ Ղազախստանը։ Եվրասիական տնտեսական միության երկրներում սոցիալական նշանակություն ունեցող որոշ տեսակի բանջարեղեններ միջսեզոնային ժամանակահատվածում կազատվեն ներմուծման մաքսատուրքի վճարումից։ Խոսքը նաև Հայաստան առավելագույնը 5000 տոննա գլուխ սոխի մատակարարման մասին է։ Արտոնության գործողության ժամկետը մինչև 2026 թվականի հունիսի 30-ն է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանից Միացյալ Էմիրություններ կենդանիների, կենդանական ծագման եւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։ Իրանը կանխատեսում է բենզինի գների կտրուկ աճ ամերիկացիների համար։ Վայելեք բենզինի ներկայիս գները, այսպես կոչված շրջափակման պատճառով շուտով դուք կարոտով եք հիշելու լիտրը 4-ից 5 դոլար արժողությամբ բենզինը, նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Միացյալ Նահանգների պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականի մարտին կազմել է 164.1 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 2.2%։ Չնայած եկամուտների աճին, բյուջեի բացը պահպանվել է պայմանավորված ծախսերի շարունակական աճով։ Վերջին անգամ Միացյալ Նահանգների բյուջեն հավելուրդով փակվել է 2001 թվականին։ Լիբանանում սննդամթերքի գները կտրուկ աճել են Իսրայելի հետ լարվածության սրման սկսվելուց ի վեր մեկ ամսվա ընթացքում։ Բանջարեղենի գները բարձրացել են ավելի քան 40%, իսկ հացի գները 17%։ Միևնույն ժամանակ տնային տնտեսությունների եկամուտները նվազել են, մինչդեռ պահանջարկը մեծանում է շարունակվող տեղահանության պայմաններում։ Չինաստանը մտադիր է ընդլայնել ներմուծման ծավալները նվազեցնելու առևտրային անհավասարակշռության վերաբերյալ մտահոգությունները։ Ըստ պաշտոնական տվյալների Չինաստանը նպատակ չունի միտումնավոր առևտրային հավելուրդ ձևավորել եւ մոտ ապագայում կներկայացնի ներմուծման ընդլայնման հատուկ ծրագիր։ 2025 թվականին երկրի ներմուծման ծավալը հասել է 18.5 տրիլիոն յուան եւ Չինաստանը արդեն 17-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհում այս ցուցանիշով։ Մերձավոր Արևելքում ուժի մեջ է մտել ռազմավարական նոր իրողություն։ Իսլամաբադում Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ձախողմանը հաջորդեց Վաշինգտոնի կտրուկ քայլը՝ իրանական նավահանգիստների լիակատար ծովային շրջափակումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը կարգելափակ են իրանական բոլոր նավահանգիստների ելքերն ու մուտքերը։ Շրջափակումն անկողմնակալ կերպով կկիրառվի բոլոր այն երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրական նավահանգիստներ ու ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այնտեղից, ներառյալ արաբական եւ Օմանի ծոցերի իրանական բոլոր նավահանգիստները։ ԱՄՆ զինվորականները չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով դեպի ոչ իրանական նավահանգիստներ եւ հակառակ ուղղությամբ ընթացող նավերի նավագնացության ազատությանը։ Չնայած Միացյալ Նահանգները վնասել է իրանական կանոնավոր նավատորմի մեծ մասը, Հորմուզի նեղուցում վերահսկողությունը շարունակում է մնալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում։ Իրանն օգտագործում է մանևրունակ արագընթաց կատերներ, որոնց դեմ պայքարը տեխնիկապես բարդ է։ Իրանական կողմը զգուշացնում է, որ նեղուցում տեղադրված են մահացու թակարդներ։ Եթե Թրամփը գործողություններ ձեռնարկի Հորմուզի նեղուցի դեմ, ապա կկորցնի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Շրջափակումն արդեն իսկ արձանագրվում է համաշխարհային շուկաներում։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Սաուդյան Արաբիան կիսով չափ կրճատում է Չինաստանին մատակարարվող նավթի ծավալները։ Աշխարհի խոշորագույն արտահանողը մայիսին չինացի գնորդներին կմատակարարի մոտ 20 միլիոն բարել, ապրիլի գրեթե 40 միլիոնի դիմաց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Փարիզն ու Լոնդոնը համաժողով կհրավիրեն բազմազգ խաղաղապահ առաքելություն ձևավորելու համար, սակայն այս նախաձեռնությունը դիտարկվում է բացառապես հետպատերազմյան փուլի համար։ Նախատեսվող առաքելությունը զուտ պաշտոնական բնույթ է կրելու եւ որևէ կապ չի ունենալու հակամարտող կողմերի հետ։ Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է կարգավորել նաեւ Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրերի շուրջ առկա խնդիրները։ Այս պահին Հորմուզի նեղուցով նավարկող բոլոր առևտրային նավերին հրահանգված է մշտական կապ պահպանել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հետ 16-րդ կապուղով։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, քանի որ ռազմական շրջափակումը ուղղակիորեն բախվում է Իրանի զինված ուժերի տեղային վերահսկողության հետ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն։ Վերլուծվել են տարեկան ծրագրերով նախատեսված ստուգումների ընթացքը, դրանց ժամկետները, ինչպես նաեւ դիտարկումների, կասեցումների եւ վարչական վարույթների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաեւ 2026 թվականի առաջին եռամսյակի կատարողականին։ Նշվել են երկրորդ եռամսյակի առաջնահերթությունները, որոնց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում թվային արդիականացումը եւ նորարարական լուծումների ներդրումը։